Ողջույն հարգելիներս, կարում ենք հարդարման կարատեսակներ ռելիեֆային կարեր, այս կարերը անում են շատ նեղ, այսինքն մի քանի միլիմետր խորությամբ։ Կարերը հիմնականում կատարվում է մեկ կամ մի քանի, ստանալով հետաքրքիր դեկորներ։ Կարերի միջև եղած հեռավորությունը ես նշեցի կանոնով, կարող ենք կատարել թաթիկի լայնությամբ կամ հատուկ հարմարանքով։ Ռելիեֆային կարը վրա կարում են եզրից 1.5 միլիմետր հեռավորության վրա։ Մեր նշած գծերից մենք պետք է բոլոր այս գծերը կարենք այս առաջի օրինակի նման եզրից թողնելով միևնույն հեռավորություն։ Քանի որ այս կարատեսակը համարվում է դեկորատիվ կարատեսակ, ցանկացած տեղ, եթե թելը կտրվում է, չպետք է լինի ամբրակար, կարի թելը ավելի ճիշտ պետք է լինի ամբողջական, ոչ մի տեղ չպետք է ունենա ամբրակարեր։ Ամբրակարերը պետք է լինեն միայն կարի սկզբից եւ կարի վերջում։ Այս կարատեսակը ունի էսթետիկ նշանակություն, հագուստի վրա այն մեծ ուշադրություն է գրավում, դրա համար պետք է կատարեք կոկիկ։ Քանի որ այս կարատեսակը երեսային կողմից է, հիմա ես ցույց տամ այս կարատեսակի թարս կողմի տարբերակը, որտեղ երեսային կողմը պետք է լինի կարված եզրը, իսկ ծալքը թարս կողմը։ Այստեղ ռելիեֆային կարը ես կարում եմ կեսից, որպեսզի ցույց տամ, որ այն կարող է վերածվել ծալքավորումների կամ դարս։ Բայց կարող ենք կարել մինչև վերջ, նույնիսկ կարող ենք այս կարատեսակը օգտագործել երեսային կողմի համար եւ ստանալ գեղեցիկ դեկորներ։ Կարի հեռավորությունը կարող ենք ընտրել մինչև 1 սանտիմետր, եթե ավելի ընտրեք, ապա նման կլինի դարսերի։ Դրա համար նայեք, թե ինչ դեկոր եք մշակում, որտեղ այն պետք է լինի եւ ինչ պահանջ կա ձեր առջեւ դրված։ Որոշ գրականության մեջ այս կարատեսակը հարդարման կարատեսակ կարող ենք համարել նաեւ սեղմոնը, ի դեպ ասեմ, կարող է սեղմոնի խորությունը բաժանվել մի քանի սեղմոնների, կարող ենք սեղմոնը կարել մինչև վերջ կամ ինչ որ միջափի, առաջացնելով սեղմոն դարս։ Ցույց եմ տալիս որպես տարբերակ կարում եմ սեղմոնը, որ իմանաք, որ այս կարատեսակը նույնպես կարող է լինել հարդարման կարատեսակների շարքում։ Բայց ավելի շատ սա խորհուրդ կտայի կիրառել այն դեպքում, երբ որ դուք սեղմոնի ընդհանուր խորությունը բաժանել եք 5 մմ կամ 1 սանտիմետրի եւ այդպես ստացել եք ռելիեֆային կարեր կամ սեղմոն դարսեր, որը կունենա հագուստի վրա ոչ միայն ֆունկցիոնալ, այլև դեկորատիվ նշանակություն։ Ցույց տամ նաև, որ այս ծալքերը երբեմն կարվում են հակառակ ուղղություններով, առաջացնելով գեղեցիկ դեկոր։ Օրինակ ահա այսպես։ Հարգելիներ, սա մեքենայական կարատեսակների վերջի տեսանյութն էր, որը նախատեսված էր ուսանողների համար։ Որոշակի նյութեր բաց տեղադրեցի հետևորդների համար։